Գյումրու Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում անցկացվեց պատանիների և դեռահասների ծանրամարտի Գյումրիի հերթական բաց առաջնությունը, որին մասնակցում էր շուրջ 130 մարզիկ Հայաստանի տարբեր քաղաքներից։ Մրցաշարի ընթացքին տեղում հետևում էին Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն ու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Անդրանիկ Կարապետյանը։ Նրանց ներկայությունը լրացուցիչ ոգևորություն էր պատանի ծանրորդների համար, ովքեր փորձում էին լավագույնս դրսևորել իրենց ուժն ու տեխնիկան։ Տարեկան առնվազն 3 անգամ մարզադպրոցն այսպիսի մրցաշարեր է անցկացնում։ Ըստ տնօրեն Լյովա Հաշարյանի, դահլիճի պայմանները թույլ են տալիս մրցումները պատշաճ մակարդակով անցկացնել։ Հայաստանի տարբեր քաղաքներից մասնակցում են, ներկայացնում մասնակցում են Երևանից, Քաջարյանից, Քասախից, Սևանից, տարբեր տեղերից։ Սահմանաչափ ենք դրել, որ բարձր կիլոգրամ հանող երեխաները մենակ իրանք մասնակցեն։ Էլի մյուս անգամների պես մենք մեր ուժեղ երեխաներին չենք դիտավորյականում ելնեն, որ մյուս քաղաքների երեխաները բարձր տրամադրությամբ մեդալներով գնան։ Մրցումներն անցկացվում են 15 քաշային կարգերում, սկսած 25 կիլոգրամից մինչև գերծանր քաշայիններ։ Կազմակերպիչների նպատակը մեկն է՝ պատանի մարզիկներին սովորեցնել մեծ բեմերին ու մրցակցությանը։ Մարզադպրոցի տնօրինությունը հրավիրել էր նաև Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզչին լավագույններին նկատելու և հավաքականում ներգրավելու համար։ Խոստումնալից երեխաներ կան, որոնք որ մի ամիս հետո պետք է մասնակցեն Հայաստանի պատանիների Հայաստանի մրցումներին եւ դրանից հետո ձևավորվի հավաքականի կազմը։ Այստեղ էլ մոտարապես արդեն ձևավորում կա, արդեն կաուպորիզմը, ասենց կմախքը կա։ Մրցումները շատ լավ են, բոլոր կազմակերպիչներն լավ են կազմակերպել, երեկո կազմակերպավ եւ պատանի եւ դեռահաս երեխաներ կան, խոստումնալից երեխաներ կան։ Դա ոգևորում է արդեն, որ մեր սպորտը տեղում չի կանգնում, ունենք գալացող երեխաներ, որոնք որ պետք է համալրեն մնացած հավաքականները։ Երվանդ Կիրակոսյանի դիտարկմամբ Գյումրիում ծանրամարտի մրցումներն անցկացվում են շատ ավելի հաճախ, քան հանրապետության այլ բնակավայրերում, ինչն անփոխարինելի նշանակություն ունի պատանի մարզիկների փորձառության համար։ Հավաքականի ավագ մարզիչն արդեն պատկերացնում է թիմի նախնական կազմը։ Նրա փոխանցմամբ այս տարի գյումրեցի ծանրորդները կկազմեն հավաքականի գրեթե կեսը։ Սա նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարձր ցուցանիշ է, ինչը մեծապես ոգևորում է թե մարզիչներին, թե մարզիկներին։ Կեսը իրանք պետք է լինեն ու լինում են։ Այսինքն կեսը իրանք լինում են։ Դա էլ արդեն ոգևորում է։ Իսկ սա մարզադահլիճի հետնամասն է, որտեղ մարզիկները նախապատրաստվում էին ելույթներին։ Առաջնության հաղթողների համար ամենահիշարժան պահը պարգևատրման արարողությունն էր։ Մեդալներն ու պատվոգրերը պատանիներին հանձնեցին Ավետիս Առաքելյանն ու Անդրանիկ Կարապետյանը։ Շնորհավորելով մարզիկներին, Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ քաղաքային իշխանությունը շարունակելու է լինել մարզաշխարհի կողքին, ստեղծելով բոլոր պայմանները, որպեսզի Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցից դուրս գան նոր օլիմպիական չեմպիոններ։ Իսկ սպորտի բաժնի պետ Անդրանիկ Կարապետյանն անձամբ քաջալերելով յուրաքանչյուր մարզիկի հորդորեց չբավարարվել ձեռք բերածով եւ պատրաստվել Հայաստանի առաջիկա առաջնությանը։ Դուքով հաջորդը Հայաստանի չեմպիոն։ Մրցումների հովանավորը Գյումրու քաղաքապետարանն է, որն ապահովել էր պատվոգրերն ու մեդալները։ Համայնքապետարանի պատասխանատուների նմանօրինակ անմիջական ներգրավվածությունը մարզական միջոցառումներին ևս մեկ անգամ փաստում է, որ Գյումրիում սպորտը, մասնավորապես ծանրամարտը, գտնվում է հուսալի ձեռքերում եւ մշտական հոգացության ներքո։